շատ էր սիրում կյանքը, կյանքի լույսը, Ալենս ինքն էլ լույս էր, մահ տեսավ, լինելով սեր, ամբողջովին սեր էր, սիրում էր արվեստ, շարունակ լսում էր Project LA, լսում էր, երազում ու կարոտում, հիմա առանց նրա ենք լսում ու նրան կարոտում, ու կարոտներս բարև դարձած երկինք ուղարկում։ Բարձունքը մերն է, տրեքը չկա, տրեքն ավելի բարձրում մնացի, դիպան աստղերին աստղերը հանգան ու մրմում կսվեց մեր ցամաք հացի, շահեցիր երկիր, թե գործրի, բարձունքը մերն է, տրեքը չկա։ Ձեր կյանքի հաշվին ոնց եմ ապրել, Մորթապաշտ օրս գինով զրահած ու մթնած հոգուս փչակները խուլ, ոնց բացեմ խինդ ու նվագի առաջ, անուններ չտամ, սուրբ եմ բոլորն են, իմ պղծությունն եմ առավես, բստիկ հոգսերի մեջ եմ մոլորել իմ փուչ անցյալն ու գալիս եմ խոսքում, ինչ-որ կրակ կար, ամոր, ինքնաբոր, աստվածարև ավանդին հլու ես էդ կրակի հաճությանը խորդ, ձեր կյանքի հաշվին ոնց եմ ապրել։ Հողդ չեմ տեսել, ցավդ չեմ կիսել, չեմ դարձել զոհ քո հաղթության համար, ոչ էլ կոչեր են շուրթիցս հոսել հեղափոխական հարթակին համար, ու որ իմն ես դու, ու որ քոնն եմ ես, սատանաները չեն հասկանում, բայց պիտի կանգնեն խոնար հարսի պես քո դեմ շանթահար հայացքիդ հլու, լույս մամիկներիդ պայծառ աչքերին շղարշ է դառնում ջուրը դառնալի, դեռ ծավալվում է քո քղանցքներին տուրու դումփոցը դիվային խաղի, ու որ իմն ես դու, ու որ քոնն եմ ես, ու իմ արյունը քեզ սպեղանի։ Դեռ պիտի փարվի Տիգրան մեծի պես, զորավոր շունչը մայր Հայաստանի։ Ակտիվ և ենթակրասեր տղա է, չէր բավարարվում միայն դեպքոսական ահորյայով, հաճախում էր մի շարք խմբակների, բարի, դողի, տատերական։ Նաև ուներ իր կարծիքը տարբեր հարցերի վերաբերյալ, և մշտապես մասնակցում էր բանավեճի ակումբի քննարկումներին։ Հենց դպրոցական տարիներին գրել է հայտնի հեքիաթներ, որոնք այսօր հայտնի են բոլորիս Ալենի հեքիաթները անունով։ Ալենը ֆիզիկապես մեծ չէ, բայց շարունակում է լինել մեր ընկերը և արագել մեր երկրի նկատմամբ սիրում։ Հոգսերը շատ հույսը մեծ, քարքարով երկիր, ես մի հուր եմ հողի, ես մի ծիվր եմ քարտի, ես մի սոյկր եմ հորսկի, հայրենի երկիր, Հայաստան։
Չի վերականգնվել հայ արժանապատվությունը։ Մեր Արցախը եղել է կմնա աշխարհի։ Մենք այնտեղ տեսնում ենք Արցախցու բարձ ու կապույտ աչքերի մեջ, եկեղեցուցանկերի ու մեր ամեն աղոթքի մեջ։ Մենք ընտրում ենք Արցախը պատահարքիչ քահանայի քարոզի, իրար հանդիպող ընկերների խոսակցության մեջ եւ բոլոր այն պատկերները, որոնք մասուկի պես են պահում մեր իշխանության մեջ։ Չենք լացում, թե արտունները ստողեցին ամեն օր 44 ծորանում մեջ աննածորող երկրի սկաչի մեջ, որոնք չկարողացան կողնել։ Հերոսաբար գրվող զինվորների սպասելիս, որոնք չկարողացան կողնել։ Վերադարձիր, խնդրում եմ, հաղթանակած, մի ձեռքից ծաղիկներ, մյուսից թավշուշտ կրակված, ես ընկիիչած ութած աչկերով աղոթում եմ անդադար։ Աշուն էր, սկսվել էր տերևաթափը, ծառերը մերկանում էին և մրսում, բազմագույն տերևները քամուց դողալով իջնում էին ցած, ես նայում էի սենյակիս պատուանից ու հետևում թափվող տերևի մեջ, քիչ անց ծառին մնաց միայն մի փոքրիկ դեղնած տերև, որը կարծես չէր ցանկանում ծառին մենակ թողնել, ես երկար հետևեցի նրան, հետո անկարծ տեսա, թե ինչպես է տերևիկ նորորվելով ընկավ մեր պատուհանագոգին, հանկարծ ինձ թվաց, թե տերևը ձայն է տալիս։ Այդ պահին հորդ անձրև տեղեց, ես խղճացի դողացող տերևին և ներս բերեցի։ Տերևն ուրախացավ ու ժպտաց ինձ, իսկ ես նրան պահեցի գրքի էջերի արանքում, որպեսզի չմրսի։ Արագիլն էլի իջնի տալիքիս, ես վար կդնեմ բեռը կարոտիս, Արագիլի հետ դաշտեր կգրեմ, Գարնամ մեզ սրտի դրներ կբանեմ, կլեցնեմ աշխարհից, սիրո կգվանքի հույսի պաշարով,
Առասպելական չշարադրված ծաղկումի տերտով առեղծվածային, մեղեդիներով չձայնագրված և շշուկներով կերաստվածային։ Եվ այդ բոլորով այնպես հաղորդվեմ, որ ստորությունը նախանձից մեռնում։ Ձիածանի մեջ այնպես շաղոտվեմ, որ կեղծությունը ամոթից մեռնում։ Այդ բոլորի մեջ այնպես մխրճվեմ և այդ բոլորով այնպես ներշնչվեմ, ներշնչանքի մեջ այնքան խորանամ, որ կորուստներից ցավում, որ վերածնվեք, որ վերընձյուղվեք, իմ հոգու կանչով նորից վերջանք։ Արագին էլի քիչնի տանիքին։ Պատվոգի ամենաընթերցասեր դպրոց 2020 տրվում է Երևան քաղաքի թիվ 196 հիմնական դպրոցի իմ ընկեր Ալենը ընթերցանության մրցույթի ակտիվ մասնակցության համար։ Շնորհավորում եմ սիրելիներս։ Շատ կարևոր դեպք է։